Էս մեր տան զույգան նորմալները ուր են գնացել։ Լվացվում են։ Ոնց։ Դրանք միասին են լվացվում։ Ինչի մենակ լվացվում են։ Դրանք միասին լվացվում են, միասին լողանում են, միասին զուգարան են գնում, միասին ներվերս են ուտում։ Դու ես մեղավոր, որտեվ ես քեզ 1000 անգամ ասեցի դրանց ռադարա, համեստանից համ ռեստորանից։ Ոնց ռադանեմ Ալվարդ։ Միակ վնին ջղայնանում եմ զանգում պապային, պատկերացնում ես դրան տնից ռադանեմ, դա ոչ միայն պապային կզանգի, այլ ոստիկանություն կզանգի։ Միրո, առաջարկում եմ մի հատ էլ քեզ խոզանակ առնենք, թե չէ մի հատով անհարմար է, երկար է տեղում։ Չէ, ընկերս պետք չի նեղություն քաշել։ Միրոն 2 հատ ավելորդ խոզանակ ա տեսել։ Դրանցից մեկով կօգտվի։ Դրանք ավելորդ խոզանակներ չեն, մեկը իմն է, մյուսը Ալվարդին է։ Համել էս տանը 2 ավել խոզանակ կա ու այդ դուք եք։ Ալվարդ մի ոգևորվի։ Խոզանակը ուտելու բան չի։ Ընկերս, Միրոն ուզում է քեզ հյուրասիրի, սարձյալկա։ Այ, ես աթենքի սարձյալկայից երբեք չեմ հրաժարվի, մանավանդ երբ դու ես հյուրասիրում։ Ուզում ես մի հատ էլ ես քեզ հյուրասիրեմ։ Իհարկե, ասում են ընկերովի սարձյալկա ուտելը հարսանիք է։ Ոչինչ, որ մենակ դուք չեք սոված։ Այ, Ալվարդ ջան, եթե դուք էլ եք սոված, ձեզ համար էլ պատրաստի։ Քավնիցի։ Ալվարդ մի խոսա, հա։ Վերկաց 2 հատ էլ պատրաստի, մենք էլ կուտենք։ 10 րոպեից կպատրաստեմ։ Թող սրանք ուտեն ռադները քաշեն, որովհետև որ նորը պատրաստեմ, դա էլ կուտեն։ Մադուկին մի ժամանակ ախպերներով, մեկը նորմալ մյուսը պակաս շարիկներով, տարիները արագ անցան երազի պես, նրանք որոշեցին բացել փոքրիկ բիզնես։ Մեծը համով օդով ճաշացան կայքում, մյուսը մեծ ախպոր լարվածներ վերն աուտում, սա ճակատագիր ախպորի չես բախչի, ամեն ինչ շատ պարզ ասա հաստատ սուրպրիզ չի, եկեք գնանք ռեստորան, թող մարդիկ մեզ միանան, բոլորով նստենք մի մեծ սեղան, սպասում ենք Իվան Եկեք գնանք ռեստորան Թող մարդիկ մեզ միանան Սպասում ենք սիրով Իվան Եկեք գնանք ռեստորան Տիկին Մարգարիտա, ես մի միտք ունեմ Եթե ուզում ենք, որ ռեստորանը հնարավորինս շուտ փակվի ուրեմն պետք է նենց անենք, որ կառավարումը անցնի Շիրոյին Բայց ճիշտ է Թիմարին այդքան վլաստանք։ Ինքը մենակ այդ ռեստորանը ավելի շուտ կփակի, քան մենք երեքով։ Ու այդ դեպքում մեր վրա ոչ մի կասկած չի լինի։ Էլեն, ես ուղղակի հիացած եմ քեզանով։ Դու ինձ ես հիշեցնում երիտասարդ տարիքում։ Շատ շնորհակալ եմ։ Դե ես գնամ անցնեմ իմ գործերին։ Յանքը սկսել եմ խանդել Էլենին։ Իրան ավելի շատ կոմպլիմենտ ես անում, քան ինձ։ Ամեն ճիշտ ես Մուգիկին ես կան վստահելն։ Իհարկե։ Բայց հենց գործը ավարտին հասցնենք, Իվանենք ազատեն ռեստորանի տարածքը, պետքա Էլենից էլ ազատվենք։ Մեզ վկաներ պետք չեն։ Սեբաստիան, կեր վերջացրու, որ պատվեր ասեմ գրանցես։ Դու ասա, je me souviendrai, qu'est-ce que j'aime 250 հոգու պատվեր ոնց ես հիշելու։ Quoi 250 personnes Էդ ինչ հարսանիքի պատվեր ես վերցրել։ Հա։ Ես ու Էլենս որոշել ենք ամուսնանալ։ Արդեն մտածել եմ ինչ ենք անելու։ Միրոն կլինի իմ հարսանիքի ազատը։ Դու կլինես իմ հարսանիքի խոհարարը։ Իվանն էլ հələ չեմ կողնորոշվում։ Հրավիրեմ, չհրավիրեմ։ Հարազատ եղբայրը դեմ։ Ինչ չես ուզում հրավիրել հարսանիքիդ։ Ես գալու անհամ խոսա, տան գլուխը բաց է։ Մեկա հետո վիդեոն ուղարկելու եմ նայ։ Էլեն արի գլկիմ։
Տխուր ես։ Հասկացա։ Հոպ։ Շնորհակալ եմ։ Բայց ուրիշ բան է։ Մի տեսակ մտնում ես այս ռեստորան տրամադրությունը տնկնում է։ Հայ։ Ուզում ես մի շաբաթ գործի մի արի։ Չէ, ուղղակի մթնոլորտը չի տրամադրում։ Ամեն ինչ այնքան վատ է կահավորված։ Իսկ ռեստորանի դիզայնով ով զբաղվել։ Իվանը 1000 անգամ ասեցի, արի ուրիշ ձև կահավորենք ռեստորանը։ Չէ։ Չհամաձայնվեց այդ անճաշակը։ Բայց ինքը ինչ իրավունք ունի քո հետ չհամաձայնվելու։ Դու ինչ ուզես կարես անես առանց որևէ մեկի թույլտվության։ Պետք է հիշես, որ դու ես ռեստորանի համասեփականատերն ես։ Ճիշտ ես ասում։ Բայց Սեփականա։ Մի խոսքով շեֆը ես եմ։ Այո, ես առաջին իսկ օրվանից գիտեի։ Հա, բայց չէի ասում։ Դե, արի մի հատ գրկեմ։ Լավ, գնա Pinterest-ով դիզայն նայեմ, որ կամ կահավորանքը փոխեմ։ Կյանքս բեդեսոր յուրովի սիրում ես։ Ապրես։ Ասում կարող ուզենաս մի հատ քո գարյաչի բարունը, մի հատ քո մար գարյաչի շագալած սարքի խմես։ Նման թեժ առաջարկից չեմ հրաժարվի։ Բարոն, գիտես ինչ եմ մտածում։ Ասա կյանքս դու ինչ եմ մտածես, ես քո հետ համաձայն եմ։ Էլենը ներսից կքանդի ռեստորանը, բայց դրանք կշարունակեն աշխատել առաքումների հաշվին։ Такой кофе суперский вообще не представляешь. Бомба. Կյանքս դի թողեմ վրա։ Ես կարամ այդ առաքիչին փաթեթավորեմ ու ճանապարհեմ են աշխարհ։ Այ կյանքս, դու մտածի, թե պետք է իր տարբերաններ մշակեմ։ Չէ, դու կարես ուղակի այդ առաքիչին բերես ինձ մոտ։ Կարամ խնդիր չկա, բայց դու մենակ ինձ գիտես ինչ ասա։ Դրան դուսը վախցնեմ նոր բերեմ, դե բերեմ նեսը վախցնեմ։ Բարոն, վախացնել պետք չի։ Պետք է այնպես անել, որ մեր համար աշխատի։ Դու իրան բեր ինձ մոտ, ես ամեն ինչ կբացատրեմ, հա։ Ժիրո, կներես, որ հարցնում եմ, ես ինչ ես անում։ Դու դժվար հասկանաս, բայց փորձեմ բացատրեմ։ Որոշել եմ ռեստորանում դու ինչ դիզայն արել ես, փոխեմ։ Բայց ինչն ա վատ, որ ուզում ես փոխես։ Բայց ինչն ա լավ։ Նա ինչ եմ մտածել։ Հələ։ Hasta la vista։ Ես հեռանում եմ ու չի ուզում ոչ մի հարց։ Հասկացա՞ր, գլուխ գործոց, գլուխ գործոց։ Քո գլուխը երբ ա սկսելու գործել։ Ո՞վ ա քեզ թույլ տվել ռեստորանում դու բան փոխես։ Պապան։ Ապեր պապան ինչ կապ։ Բացատրեմ։ Եթե դու ինձ թույլ չտաս ռեստորանում դիզայն փոխեմ, զանգում եմ պապային։ Պատմում եմ քո ու Ալվարդի ձևական ամուսնության մասին, պապան քեզնից տունը վերցնում է, տալիս է ինձ։ Հետևաբար ռեստորանն էլ է մնում ինձ։ Հիմա հասկացար պապան ինչ կապ ունի։ Հա, հասկացա։ Բայց հուսով եմ վերջին նկարը կլինի, չէ՞։ Սա դեռ սկիզբն է։ Մի հատ էլ կատաղած նկար եմ կախում կաբինետիցս, որ մտնողը իմանա, թե ինչ դաժան եմ վարվելու իր հետ։ Խնդրեմ, ես տակ կախի իմ կաբինետից։ Ու մոռացա ասեմ, այդ իրերդ վերցրու ու գնա իմ կաբինետից։ Մի րոպե։ Մենք պայմանավորվել ենք, չէ՞ որ կաբինետը իմն է։ Hasta la vista, baby։ 50%-ը իմն է։ Հա։ Հա։ Դե կգնաս ու տիրություն կանես քո 50%-ին։ Պապա ջան, ինչի սրա տեղ ասենք մի բանկամացում չէիր բերում, ուտեինք, տակը մի քիչ կմնար, թանկ սարքեինք, խմենք, կպրծնենք։ Լավ, գնա գործարա թե չէ քո դիզայնն էլ եմ փոխելու։ Նեղ աչքա, ունքա, աչքի տակա, բանա։ Իրենից, ասալավ է։ Սպասում ենք, սիրով շիրո, Իվան։ Բարի գալուս Իվան ռեստորան։ Ինչ կցանկանաք։ Բարև ձեզ, որ խնդրում ինձ։
Բարի գալուս Ժիրո ռեստորան։ Ինչ կցանկանաք։ Հիմա չհասկացես, ռեստորանի անունը Իվանա թե Ժիրո։ Իվան։ Լավ, ինձ մի հատ շոկոլադե պաղպաղա կբերեք։ Շատ լավ։ Հիմա կբերեմ։ Էլեն մի բաժին շոկոլադով բախբախ։ Էլենս, մի բաժին քո նման քաղցր շոկոլադե պաղպաղակ։ Առաջինը ես մոտեցա հաճախորդին, ինչի քիչ ծխոթեցիր։ Իսկ քեզով է թույլ տվել մոտենաս իմ հաճախորդին։ Բայց ինչի՞ց որոշեցին, որ հաճախորդը քոնն է։ Որից տուպո ես։ Ես է ռեստորանը իմն է, հաճախորդն էլ է իմը։ Բայց ինչի՞ց որոշեցին, որ ռեստորանը քոնն է։ Բայց իմն է, բոմն է։ Քոնը չի։ Իհարկե, ներեցեք, որ խառնվում եմ ձեր անձնական գործին, ես դրա իրավունքը չունեմ։ Բայց եթե որոշել եք ռեստորանը կիսել հավասար մասի, ապա վիճելի հարցերում որոշում չեք կարող կայացնեք։ Պետք է այնպես պայմանավորվեք, որպեսզի ռեստորանի 51%-ը լինի մեկինը, իսկ 49-ը մյուսինը։ Բայց ճիշտ բաներ է ասում Էլենը։ Համաձայն եմ։ 51%-ը ինձ։ Չէ, 51%-ը ինձ։ Ինձ։ Ես լավ առաջարկ ունեմ։ Որպեսզի հասկանաք, թե ում է պատկանում 51%-ը, կարող եք հասկանալ դա մրցույթի միջոցով։ Օրինակ, այսօր ով ավելի շատ գումար կվաստակի, նա էլ կդառնա ռեստորանի գլխավոր տնօրենը։ Համաձայն եմ։ Դե ես պաղպաղակն էլ տարեք, թե չէ հաճախորդը արդեն սպասում է։ Ձեր պաղպաղակը։ Եթե ուզենաք թեյավճար թողնել ինձ կտակ ինձ։ Ոչ, ինձ կտակ։ Ասում ինձ կտակ։ Ասում եմ ինձ կտա։ Ասում եմ ինձ կտակ։ Ասում եմ ինձ կտա։ Դա ինչ է։ Ասում եմ ինձ կտակ։ Տեսած։ Մի րոպե։ Ես ինչ է։ Հոպ, գալիս։ Ինչպես մաքրել տան բացասական էներգիան և ստեղծել դրական աուրա։ Տարբերակ 1. Նախ պետք է մաքրել ձեր անձնական էներգիան։ Դրա համար անհրաժեշտ է ցնցուղ ընդունել աղով։ Այդ մի բանը առավոտը արել եմ, հետո։ Բացասական էներգիան կարելի է հեռացնել նաև սառնարանի օգնությամբ։ Բացեք սառնարանի խցիկը, ասեք ձեր տան վատ էներգիա հիշեցնող իրի կամ մարդու անունը 3 անգամ։ Ժիրո։ Ասա Իվան, ոնց թե ռեստորանը կիսում եք, ով ավելի շատ պատվեր կանի, դե դու իրան ասա, որ դու այսօր ծնունդի պատվեր ունես, այ մարդ ունես հանգստած, ես հեսա գալիս եմ, փաստորեն մեր տան վատաուրան ռեստորանում է։ Էլեն, այսօր պետք է հաճախորդներին նենց սպասարկեմ, որ բոլորը թեյավճարը տան ինձ, որ Իվանը հասկանա, որ այս ռեստորանի միակ ու լեգիտիմ տնօրենը այդ ես եմ։ Այո, դու կարող ես, ես քեզ հավատում եմ։ Դե արի մի հատ գրկե։ Ձեր գրկախառնությունը շաքարով կտրեմ, բայց եկել եմ տեղեկացնեմ, որ այսօր ծնունդի մեծ պատվեր են վերցրել, այնպես որ Ժիրիկ համակերպվի 49%-ի հետ։ Սեբո, Իվան, ծնունդի մեծ պատվեր են վերցրել, այնպես որ լիքը փող եմ աշխատելու։ Ժիրո, լրիվ մոռացել էի։ Այսօր եկել են ծնունդի պատվեր են գրանցել, երեկոյան գալու են նշել։ Լուրջ ես ասում։ Գնամ ասեմ թող Իվանը տրաքի։ Սեբաստիան, Իվանի ասածները մոռացի, ես էլ եմ ծնունդի պատվեր վերցրել։ Ո՞ց թե մոռացի, էդ երբ հասցրիր, այն որ ճղրտվում է այնտեղ, որ մեկ ծննդի պատվեր են վերցրել, դու չասացիր, որ ծննդի պատվեր ես վերցրել։ Ես շուտ էի վերցրել, ուղղակի մոռացել էի ասել։ Սեբաստիան ջնջի Իվանի ասածները, որովհետև ես ծնունդի պատվեր եմ գրանցել։ Ոստը ջնջի, թող կոնը ջնջի, իմ ինք խանգարի։ Եթե կխանգարի, օրը փոխի, կամ էլ տեղը փոխի։ Հայ, դենց խելոք քանի ախպեր եք։ Խելոք մենակ ես եմ, մեծը մի քիչ կտծրած է։ Դու կտծրածը դու ես, այդ պինգուտի կապված ոստի, լսիք ես ինչ եմ ասում։ Դեզեբո, հիմա ասելու եք ինչ պատրաստ եմ, թե գնամ։ 8 բաժին խորոված, 9 բաժին խորոված, 10 բաժին ջուր, 11 բաժին ջուր, 20 բաժին սալատ, 30 բաժին սալատ։
Տիկին Մարգարիտա, եթե այսօր ձեզ մոտ ծնունդ կա գրանցած, ուղարկեք մեր մոտ։ Գործի համար է պետք։ Լավ, շնորհակալ եմ։ Սպասում ենք, սիրով շիրով, Իվան։ Միրո ջան, գործնական առաջարկ ունեմ քեզ։ Ուզում եմ, որ մեր ռեստորանի առաքումները նույնպես դու անես, որովհետև մեր առաքիչը լավ չի աշխատում։ Ինչի ձեր առաքիչ ո՞րն է։ Բարոնը, բայց ես իրան ազատում եմ աշխատանքից։ Ինչի բարոնը Ժիրոյի ռեստորանի տարածքի տերը չի։ Միրո ջան, մենակ ռեստորանը վարձով տալով կարաս տուն պայես։ Համարը ձեռդ երկրորդ գործն եմ անում, որ ձգեմ էլ եղա։ Միրո ջան, ես ուղակի հիացած եմ քո պրոֆեսիոնալիզմով։ Լսել եմ, որ դու տարածաշրջանի լավագույն առաքիչն ես։ Ճիշտ եք լսել։ Միրոն այնքան լավ առաքիչ է, որ Երևանի բոլոր առաքիչները Միրոյից են ճանապարհ հարցնում։ Լսել ենք, որ դու շատ բարձր վարձատրվող առաքիչ ես։ Եթե համաձայնես մեր ռեստորանի առաքումները նույնպես անել, ես քեզ կրկնակի ավել կվճարեմ։ Եթե գաղտնիք չեք ասես, Ժիրոյին քեզ որքան են վճարում։ Չէ, դա կորպորատիվ գաղտնիք է։ Չեմ կարող ասեմ, որ ամիսը 150,000 եմ ստանում։ Ես քեզ ոչ թե ամսեկան, այլ ամեն առաքումից այդքան կվճարեմ։ Խնդիր չկա, Միրոն։ Արագ առաքումները կանի, դուք տեղ ասեք։ Պետք է այս սարդելկաները առաքես Թեհրան։ Թեհրան։ Ինչ ծանոթ փողոց է։ Զեյթունում է։ Համարյա, նավիգատորով գտնես մի նեղվի։ Միրոն նավիգատոր չի նայում։ Միրոն Երևանի ճանապարհները 5 մատի պես գիտի։ Բոլոր նավիգատորները Միրոյից են հասցեները հարցնում։ Լավ, Միրո ջան, կարող ես արդեն գնալ, բայց կխնդրեմ առաջինը մեր առաքումը տանես, որովհետև պատվիրատուն շատ քաղցած էր եւ սարդելկա է պատվիրել։ Խնդիր չկա։ Միրոն 15 րոպեից է սարդելկաները հասցներով Թեհրան։ Բարերեկո սիրելի բարեկամներ, հարգարժան Կարենի ծննդյան օրվա հարգարժան հյուրեր, բոլորիդ սիրով ողջունում եմ Իվան ռեստորանային համալիրում։ Բարի երեկո տիկնայք եւ պարոնայք, սիրով ձեզ ողջունում եմ Ժիրո ռեստորանային համալիրում։ Սիրելի Կարինե, Գայանե, Արմինե, Սիլվարդ, Ալվարդ, Սյուզի։ Կարող եք բաժակները բարձրացնել եւ խմել բարով տեսանք։ Դե ինչ, Ժիրո ռեստորան, վճարում եք դուք 51% փայատեր դառնում է այս տղեն։ Ժիրո, ինչ ես խանգարում, չես տեսնում թամադա կա։ Դու քո սեղանի համար ես թամադա։ Տես մի նայեք, այս ձեր թեման չի։ Ես թույլ չեմ տա իմ սուրբ սեղանին քո նման գրդոնչի թամադա վարի։ Լավ, Ժիրո տղա, հիմա կտեսնեք, թե որ մեկը սա լավ թամադա։ Սիրելի բարեկամներ, հարգարժան Կարենի ծննդյան օրվա մեծարգո հյուրեր, ժամանակն է դիմավորենք հայկական, ավանդական, արքայական ուտեստը, համով, հոտով, խորովածը, տեսնում եմ սովից գնացող ձեր լոզը, ժամանակն է դիմավորել խորոված, խոզը։ Լավ, ինչներիդ վրա եք ծապ տալիս։ Դե իսկ հիմա ավանդական թոնրատնից հայոց համեղ խորովածի անմահական բույժն է գերում։ Եկեք լինենք արդարացի, արժանացնենք լավ կենացի, խորովածը հատիկ շամփուրներին, շարողներին։ Դե ինչ, վայելեք խորովածը տակ, ինձ էլ ինչ կտակ, որովհետև հիշում եք, չէ, վճարում եք դուք 51% փայատեր դառնում է այս տղեն։ Խորովածը շատ լավ բան է։ Ջան, դույ, առանց գինյան համ բան է։ Ջան, դույ, խորովածը շատ լավ բան է։ Ջան, առանց գինյան համ բան է։ Վայ, դույ։ Ճիշտ էր, կրկնում եմ, խորովածը շատ լավ բան է։ Ջան, դույ, բայց ասեմ ձեզ, առանց գինյան համ բան է։ Բրավո,
Իմ սիրելի բարեկամներ, քանի որ մատուցվեց հայկական խորովածը, բոլորի ցանկանում եմ բարի ախորժակ եւ հայտարարում մի քանի րոպե ընդմիջում։ Դե ինչ, սիրելի սեղանակիցներ, Կարինե, Արմինե, Գայանե, Լուսինե, Արմինե, Սիլվատ։ Ուզում եմ ձեզ շնորհավորել երկու առիթով։ Նախ, Կարինե էթո Կարինեի ծննդյան կապակցությամբ։ Եվ երկրորդ, որ վայելելու եք Ժիրո ռեստորանի ավանդական խորովածը։ Ռաս, գզեք։ Արվարդ, երկիչն եք էլ, Հա, քո սենյակում սպասում է, ես գնամ կանչեմ, դու էլ գնա հյուրերին հայտարարի, որ Իվան ռեստորանը իրանց համար անակնկալ ունի։ Իրանք կուրախանան, հետո քեզ թեյավճարներով կուրախացնեն։ Գնա։ Ոնց հա, լավ է։ Ժողովուրդը գոհ են։ Գոհ են, հա։ Այն սեղանից դժգոհ են, չէ։ Հայ, Շատ լավ է։ Սիրելի բարեկամներ, հարգարժան Կարենի մեծարգո հյուրեր, այժմ Իվան ռեստորանային համալիրի կողմից հատուկ անակնկալ, հատուկ հյուր ձեզ համար Գևորգ Մարտիրոսյան։ Էլ են հեչ լավ բան չստացվեց։ Ես հաստատ են Ալվարդն է Գևորգ Մարտիրոսյանին կանչել։ Են տուպոյը տենց բան չէր ֆայմի։ Պետք է մի բան մտածել, թե չէ այս տեմպերով Իվանը քեզնից շատ գումար կաշխատի։ Եվ այսպես, հատուկ ձեզ համար Գևորգ Մարտիրոսյան։ Շնորհակալ եմ։ Բարի երեկո բոլորին։ Կարեն ջան, ես էլ եմ շնորհավորում։ Կարեն ջան, շնորհավորում եմ ձեր ծնունդը եւ այս գեղեցիկ երգը սիրով ձեզ համար։ Հավաքվել են շատ մարդիկ Սպահի, չուտես Շատ օրակ ու երջանի Օր է այսօր կարևոր Արևոտ ու լուսավոր Իրար հետ լինենք այսօր Քեզ հիմա ասում եք շնորհավոր Ապրես ուրախ ու միշտ մաղթավոր Շատ լավ օր է քեզ մաղթում այսօր Սիրելի հյուրեր, հարգարժան Նարինե, Կարինե, Գայանե, մի խոսքով հիշում եք։ Ձեզ համար Ժիրո ռեստորանի կողմից հատուկ անակնկալ ելույթ կունենա Գևորգ Մարտիրոսյանը եւ կկատարի իր դույ երգը։ Ժիրո! Գևորգ ջան, այս թյուրիմացության համար ես ներողություն եմ խնդրում, հենց հիմա այդ հարցը կլուծեմ։ Լսի այս սնիկ, ինչ ես խանգարում։ Ես եմ Գևորգին բերեմ սեղանը զարդարելու ծաղկացնելու համար։ Լսի, այս ռեստորանի 50%-ը իմն է, այսինքն Գևորգ Մարտիրոսյանի երգերի 50%-ը իմն է։ Գև ջան, շնորհավոր երգը երգի էլի։ Դույը։ Շնորհավոր։ Լավ, մի րոպե, տղեկ ջան, կարեք մեր կողնորոշվեք ձեր մեջ, նոր ինձ ասեք ինչ պետք է անեմ։ Իմ համար տարբերություն չկա, փողը տվեք, կարամ բոլոր երգերս երգեմ։ Հայ Գևորգ ջան, այդ շնորհավոր երգի փողերը հազիվ եմ հավաքել, որ տամ քեզ։ Լսի, դույը հեշտ է, ամեն այդ շնորհավորի մեջ բառերը շատ է։ Ես Նարեկի ռեպը կսկսեմ, դույը սկսի։ Մեկ, երկու, երեք, սկսվեց մեր քեֆը, ձեր համար հիմա բերում են Ժիրոն ու Գևը, ոչ ոք քեֆ չի անում, հայի պես սապ է, այդ առնալու համար մի քանի հազար դարապ է, շպտա, բարի, ու լինես Երևան, Մոսկվա, կամ ասենք Լոս Անջելես, Մի րոպե։ Գևորգ ջան, խնդրում եմ իմ ուզած երգը երգի էլի են օրն է այսօր կարևոր, քո ծնունդը շնորհավոր։ Հա, բայց տղեկ ջան, ես միաժամանակ երկու երգ չեմ կարա երգեմ։ Իմը երգի։ Մի րոպե, տղեկ ջան, նախ այդ երգերը ձերը չեն, իմն են, երկրորդն է դուք ընդհանրապես adekvat չեք։ Նախ հոգնակի մի խոսա, իրապահով համաձայն եմ։ Երկրորդ ինքը քեզ փողա չէ տվել։ Ես էլ իմ երկի փողը կտամ։
Okay, լավ, ես հասկացա ոնց եմ վարվում ձեր հետ։ Քեզ իմ ասում եք շնորհավոր, ապրես ուրախում միշտ բախտավոր։ Դույ 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 շնորհավոր դույ 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 Միրոն ունի նորություն, մեկը վատ, մեկը լավ, որից սկսեմ։ Լավից։ Լավ այն է, որ Միրոն հասկացա, որ Թեհրանը Երևանում փողոց չի, այլ Իրանի մայրաքաղաքն է։ Ես վատ նորությունը։ Վատ այն է, որ Միրոն չկարացավ հասցնի առաքումը Թեհրան, սահմանի վրա խնդիրներ եղան։ Լսի Միրիկ, խոսալուց խոսում ես, գլուխ ես գովում, ես մետրու կես, հա, բա ինչ եղար։ Տիկին Մարգարիտ ամենայն հարգանքով, բայց ձեր նախկին առաքչին ասեք, որ Միրոնին չճղայնացնի։ Հակառակ դեպքում նրան կփաթեթավորեմ, կդնեմ կարմիր պայուսակից մեջ, վիզան կստանամ ու նրան կառաքեմ դեպի Թեհրան։ Լավ, Միրդադ, ոչինչ, շտապ չի, հետո կառաքես։ Ոչ, Միրոն ձեր հետ չի ուզում աշխատի։ Ձեր առաքումների պատճառով Ժիրոյի առաքումները ուշանում են։ Ես դիմումս գրում եմ։ Գրում ես գրի։ Պարոն Բարոն, Միրոն գրող տղա չի։ Միրոն բանավորել կասի։ Լավ էլի Միրիկ, խնդրում եմ, մի գնա։ Մենք ինչ ենք անելու ախր առանց քեզ։ Միրոն չի համաձայնվում ու պահանջում է իր գումարը։ Լսի, Միրիկ, ունես 3 վայրկյան ժամանակ ու լքես ես կաբինետը։ Աշիվը գնաց։ 3, 2, 3 Սպասում ենք սիրով շիրով Իվան Ինչպես պայմանավորվել էինք, հաշվում ենք փողը, ով ումից շատ աշխատեց եղավ, ռեստորանի 51%-ը մնում է իրեն, այսինքն ինձ։ Հաշվելու կարիք չկա։ Կարաս միանգամից ինձ ասես պարոն Ժիրո։ Միշտ տապիր։ Հələ կտեսնենք ով կասի պարոն։ Պաշտոնը ստացա առաջինը քեզ եմ գործից հանելու։ Դե լավ, մի վիճեք, եկեք գումարները հաշվենք։ Շատ ճիշտ բան է ասում, արմատ գրկեմ։ Հաշվեք վերջացրեք, կգրկես հետ։ $61,500 դրամ։ Այդքան մենակ իմ թեյա վճարնա։ Գնան։ $61,500 դրամ։ Բա հավասար լինելու դեպքում ինչ պետք է անեք։ Առաջարկում եմ 50-50 տարբերակը։ Բայց մի րոպե, հա, Ժիրոն ոնց որ թե սխալ հաշվեց։ Մի րոպե ես հաշվեմ, հոտ ասեմ։ 62,500 Ոնց կարած ինձ։ Ոնց կարա մի մարդ ինձնից շատ փող աշխատի, երբ որ ինքը կյանքում չի աշխատել։ Ուրեմն լսեք հրամանս։ Այս պահից սկսած Էլենը աշխատում է մեզ մոտ որպես փոխտնօրեն։
Ծափահարում եք։ Լավ, բավական է, ժողովուրդ, մի սապով եք։ Արմել կրկեմ։ Լավ։ Հա։ Իվանը մեզ մոտ նշանակվում է խոհարարի, օգնականի, լավ, օգնական, լավ։ Նիժմես նուր է, քո էշ խիլքից, չենք ծափահարում։ Ալվարդը, յախք, Ալվարդին ցերեկները կապում ենք, գիշերները բաց ենք թողնում, որովհետև վտանգը գայլ չի, սարի ետևում չի, հազարումի շունշանգյալա ֆրֆրում։ Լավ չես, ես համաձայն չեմ։ Համաձայն չես, կարաս դիմում գրես դուրս գաս, ես քո դիմումը մեծ հաճույքով կստորագրեմ։ Միրոս, Միրդատ, նշանակվում է մեր ռեստորանի գլխավոր առաքիչ, նաև կիբեր հանցագործությունների գծով գլխավոր ուրոլոգ։ Իսկ շո բանը փոխվել։ Ես նշանակվել եմ այս ռեստորանի միակ շեֆ։ Ուրա, ուրա, ուրա! Այ Իվան ջան, հանգստացի, սաղ լավ է լինելու։ Պապա։ Տիկին Մարգարիտա, շնորհավորում եմ մեզ։ Ժիրոն նշանակվեց գլխավոր տնօրեն։ Հիմա նրան ոչ ոք չի խանգարի, որպեսզի նա վերջնականապես տապալի իր բիզնես։